Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 18-ին ընդունել է մոնիթորինգային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին ներքին գործերի նախարարության, ինչպես նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության դերակատարումը մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներում։ Փոխնախարարը նշել է, որ այս ցատեսակի դեմ արդյունավետ պայքարը նախարարության օրակարգում է սահմանային կառավարման եւ կանխարգելման քաղաքականության շրջանակում։ Արմեն Ղազարյանը կարևորել է միջգերատեսչական համագործակցությունը հասարակության անվտանգության ապահովման տեսանկյունից, առանձնացնելով միգրացիոն, ոստիկանական եւ սահմանապահ առաքելություն իրականացնող մարմինների վարած միասնական քաղաքականությունն ու համատեղ նախաձեռնությունները։ Ներկայացվել են թրաֆիքինգի դեմ պայքարում նախարարության գործուն քայլերը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ ոստիկանության եւ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության գործունեության մասին վիճակագրական տվյալներ։ Անդրադարձ է կատարվել մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ հարցերով խորհրդի աշխատանքների եւ 2023-ից 2025 թվականների ազգային գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին։ Համատեղ քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք թիրախային հարցեր։ Պատվիրակության այցի շրջանակում հանդիպումները տարբեր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ շահագրգիռ կառույցների հետ շարունակվում են։